100 դրամանոց մետաղադրամից փոքր-ինչ մեծ 3-ից 3.5 գրամ կշռող այս սարքը տեղադրվում է սրտում։ Նոր սերնդի անլար ռիթմավար է։ Վիրահատարանում հայ եւ արտասահմանցի բժիշկները հետևում են գործընկերոջ Միհրան Մարտիրոսյանի աշխատանքին։ Այս նոր սարքի իմպլանտացիան մեր երկրում կատարվում է առաջին անգամ։ Ռիթմավարը չունի լարեր եւ մաշկի տակ տեղադրվող ենթամասեր։ Անհրաժեշտության դեպքում այն հնարավոր է հեռացնել՝ ի տարբերություն իր նախահոր առաջին սերնդի ռիթմավար սարքի։ Ուրախություն մեզ հաջողվեց 2 իմպլանտացիա կատարել։ Մենք շեշտում ենք ուրախություն մեզ, որովհետև մի քիչ դժվար մատչելի միջամտություն է եւ մենք ջանք ու եռանջ ենք խնայում զարգացնելու այս տեխնոլոգիան, որովհետև սա ապագան է։ Սարքը սրտամկան է տեղափոխվում ներանոթային ճանապարհով։ Բժիշկն ազդրի երակով բարձրացնում է այն դեպի աչփորոք, հատուկ պտուտակաձև մեխանիզմով ամրացնում օրգանի պատին։ Անլար ռիթմավարն աշխատում է մարտկոցով, ծառայում բուժառուին 10-ից ավելի տարի։ Սակայն երբ մարտկոցը նստում է, կարիք է լինում փոխարինել սարքը։ Մենք օգտագործել ենք այս սարքի հին մոդելը, բայց այն փոխարինելը անհնար էր, իսկ այսօր տեղադրվող նոր սերնդի սարքը այդ հնարավորությունը ունի։ Դա շատ կարևոր է, քանի որ նախկին սարքերը, երբ կորցնում էին աշխատունակությունը, մնում էին սրտում, նրանց կողքին ավելանում էին նորերը, իսկ սրտում մեծ քանակով օտար մարմինների առկայությունը անցանկալի է։ Այն ժամանակ, երբ որ սարքը կսպառի աշխատանքի ռեսուրսը, մեզ պետք կլինի մտնել սիրտ, բռնել սարքը, հետ պտտել եւ հեռացնել եւ տեղադրել նոր սարք։ Դա այն մեծ առավելությունն է, որ հնարավորություն կտա այս սարքի միջոցով փրկելով կյանքեր, հետագայում խնդիրներ, դժվարություններ չառաջացնել մեր բուժառուների համար։ Նոր սարքը մշտադիտարկում է սրտի ռիթմը, խանգարումների դեպքում էլեկտրական ազդակ տալիս, կարգավորելով օրգանի աշխատանքը։ Մասնագետները վստահ են, նորարար տեխնոլոգիայի կիրառումը կնպաստի ոչ միայն բուժառուների կյանքի որակի բարելավմանը, այլև կկրճատի սրտային հիվանդությունների պատճառով մահացության ցուցանիշը։ Արամ Մանանդյան լուրեր։